Հոգևոր քարտեզի արահետներով հայկական ծերագրական արվեստը խորագրի ներքո Իսպանիայի ազգային գրադարանում բացված Մատենադարանի հատուկ ցուցադրությունը գրադարանի այցելուներին է ներկայացնում հայ գրավոր մշակույթի բացառիկ գանձերը, 11 մեծարժեք ձեռագիր մատյաններ և 3 մայլներ, որոնք ներկայացնում են մեր գրչության կենտրոնների մեծ աշխարհագրությունը և հայկական գաղթօջախներից Սպահանը, Նորջուղան և Ղրիմը։ Ձեռագրերի զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանի սահմաններից դուրս։ Միջազգային փոխգործակցության ոլորտում բացառիկ այս ցուցադրությունը իրականացվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ և Իսպանիայի ազգային գրադարանի բարեկամների հիմնադրամի հետ գործակցությամբ։ Ցուցադրության բացման հանդիսությանը մասնակցել են Իսպանիայում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները և մշակույթի գործիչներ։ Արա Խզմալյանը վերստին ընդգծել է Մատենադարանի միջազգային վերադիրքավորման և համաքրիստոնեական քարոզչության կարևորությունը։ Մեր գործընկերները, որոնք հասցրել են տեսնել ցուցանմուշները, լինելով քրիստոնեական քաղաքակրթության միավոր, նրանք զարմացած են այն քրիստոնեական պատկերագրությամբ, այն քրիստոնեական հովանդակությամբ, քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի ձեռագրական ու մանրանկարչական դրսևորումով, որը այստեղ ներկայացված է։ Ցուցադրություններով մենք ցույց ենք տալիս, որ մենք եվրոպական քաղաքակրթության կամ համաքրիստոնեական քաղաքակրթության մեջ ներկա ենք շատ վաղուց, հարյուրամյակներով, և այս ամենը ի վերջո շատ բարենպաստ միկրոմիջավայր է ձևավորում գլոբալ իմաստով եվրոպական ինտեգրացիոն պրոցեսների համատեքստում։ Ցուցադրության բացմանը նախորդել է Մատենադարանի աշխատակազմի և Իսպանիայի ազգային գրադարանի աշխատակիցների գրեթե մեկամյա տքնաջան աշխատանքը, որն այս տարվա փետրվարից սկսած ավելի ինտենսիվ ընթացք է ստացել։ Ցուցադրության համադրող Իվետ Թաջարյանը գոհունակությամբ է փաստում, որ իսպանացի գործընկերներ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այս նախագծին և գրեթե ամբողջությամբ վերակառուցել են ցուցադրության սրահը։ Սրահը, որտեղ որ մենք պետք է ցուցադրություն անենք, իրենք բացատրեցին, որ պետք է ամբողջովին վերակառուցվի, բառիս բուն իմաստով։ Մնում են միայն արտաքին պատերը, բոլոր փեղկերը, ինչ որ արդեն այդտեղ կար, պետք է վերանային եւ մեր ցուցադրության համապատասխան ստեղծվեին այդ միջավայրը գույներով եւ այն միջավայրով, որ կարողանային այդ ամբողջական փոխանցեին այն պատգամը, որը պետք է լինի, այսինքն լիարժեք ազատ։ Հոգևոր քարտեզի արահետներով հայկական ծերագրական արվեստը ցուցադրությունը Մադրիդում կգործի 3 ամիս շարունակ, մինչև հունիսի 21-ը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։